Ոչ մեկ բնականաբար չէր հավատում, որ կկարողանամ նորից արդյունք անել սպորտում ու դա բնական է, քանի որ 6 տարի ընդմիջումից հետո, ողնաշարի կոտրվածքից հետո դա նորմալ էր։ Միայն ես վերադարձա սպորտ, որովհետև մարզիչս էր հավատում։ Ու ես իրեն հավատալով վերադարձա։ Ավելի շատ կարելի ասել իր խոսքին եմ հավատացել, քանի ուժերին։ Այդքան վստահել եմ ես իրեն եւ վերադարձել եմ։ Ջան, մի վարքյան կյանք։ Վերադարձա սպորտ, որովհետև գիտեի, որ կկարողանամ ինչ-որ արդյունք անել։ Ես հավատում եի վիրահատության նույնիսկ ժամանակ, վիրահատությունից հետո, որ ասում էի, որ չես կարող պարապել, ես էլի կարելի ասել այդքան ուշադրություն չէի դարձնում, ես իմ մեջ զգում էի, որ ես դեռ պետք է պարապեմ։ Այդ ժամանակ հարցազրույցների ժամանակ նույնիսկ ասել եմ, որ ես վերադառնալու եմ սպորտ, ոչ մի վարքյան չեմ կասկածել։ Օլիմպիական խաղերից առաջ ինչքան ներուժ եք տեսնում, դեռ ինչքան կարող եք ավելացնել, քանի որ բնականաբար Ռիոյի մրցակցությունը ավելի լուրջ է լինելու։ Այդպես կիլոգրամների մասին հաստատ չեմ կարող ասել, բայց ես զգում եմ, որ կկարողանամ էլի բարելավելի արդյունքները։ Տեսնենք ոնց կլինի, չեմ սիրում խոստումներ տալ, մրցումներից առաջ ընդհանրապես ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Նազիկ ջան, ինչպիսի դիմավորություն եւ հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո օդանավակայանում դիմավորում է ՀԱՕԿ նախագահը։ Սպասում էիր։ Իհարկե սպասում էի, որովհետև մեզ միշտ դիմավորել է նա, շատ էլի երբ իմացանք դա անակնկալ չէր, բայց շատ հաճելի էր։ Իդեպ ես տեղյակ եմ, որ պարոն Սարոկյանը անընդհատ հետևում էր թե մրցաշարի ժամանակ ինչպես են հանդես գալիս մեր մասնակիցները եւ արդյոք ինչպես են իրենց դիմավորել Նորվեգիայում։ Անմիջապես խոսել եմ մրցումներից հետո Գագիկ Ծառուկյանի հետ, շատ ուրախ էր բնականաբար, ասաց, որ ինքն էլ չէր հավատում ու ինքը չէր ուզում վերադառնալ սպորտ, որովհետև ու դա շատ էր ինչու, քանի որ մեր օլիմպիական կոմիտեի նախագահան լինելով հանդերձ, նա ոչ միայն սպորտսմեն է մեզ ընդունում, մտածում էր իմ առողջության մասին, ու որ զանգեց, ասաց դու ապացուցեցիր, որ դու կարող ես էլի, չգիտեմ, դա շատ հաճելի էր։ Նազիկ ելույթներին զուգընթաց ձեր ամուսինը սահմանում էր, հաշվի առնելով սահմանում տիրող իրավիճակը, արդյոք լրացուցիչ ճնշում չէր դա ձեր վրա եւ ինչպես կարողացաք հաղթահարել։ Դա մի քիչ դա բառերով շատ դժվար է ասելը, որովհետև դա հավոր զգացողություն է, ես նույնիսկ մտածում էի, ես չգիտեի, որ նա սահմանին է, ես պարզապես մտածում էի տղաների հետ գնացել են, ինչ չէին ասում այդպես, որ զանգում էի չէին պատասխանում, ես գիտեի, որ նա գնալու է, իրեն իմանալով գիտեի, որ գնալու է, դե բնականաբար գիտեք ոնց, այդպես խոսելու բան չէ, դա ամեն մարդու պարտն է ու ես ոչ թե շատ ուրախ եմ, որ նա գնացել է, այլ ես չգիտեմ, դա իր պարտն էր համարել ու գնաց նա։ Շատ խոսել եք արդեն ձեր ամուսնու հետ, հա, հաղթանակից հետո զրուցել եք նրա հետ։ Հաղթանակից 2 օր հետո եմ զրուցել։ Չէի կարողանում զրուցել։ Վայ մերնեմ, քեզ։